Ողջունում եմ ձեզ եւ ձեզ համար կարդալու եմ այսօր Ուշինսկի Պապն ու թոռը։ Պապը շատ էր ծերացել։ Նրա աչքերը լավ չէին տեսնում։ Ականջները ծանրացել էին։ Ձեռքերն ու ոտքերը դողում էին եւ գդալը բերանը տանելիս գերակուրը կաթեցնում էր։ Այս բանը դուր չէր գալիս որդուն ու հարսին։ Նրանք ծերունուն իրենց հետ սեղան չէին նստեցնում, այլ վառարանի հետևը մի անկյունում կավե ամանով էին գերակուր տալիս։ Խեղճ ծերունու աչքերը լցվում էին արցունքով, նա տխուր նայում էր սեղանի կողմը։ Մի անգամ հաց ուտելիս ծերունու ձեռքերը դողացին, ամանը վայր ընկավ ու կոտրվեց։ Էլ ավելի բարկացան հարսն ու որդին։ Նրանք գնեցին փայտե աման ու փայտե գդալ։ Դրանից հետո այդ ամանով էին կերակուր տալիս ծերուկին։ Մի անգամ նրանց տղան հատակին նստած փայտից ինչ-որ բան էր տաշում։ Ինչ ես անում, որդիս, հարցրեց նրան մայրը։ Աման եմ շինում, եւ դուք ծերանաք, այս ամանով կերակուր կտամ ձեզ, պատասխանեց երեխան։ Հայրն ու մայրը իրար երես նայեցին ու ամոթից կարմրեցին։ Այդ օրվանից նրանք սկսեցին ծերուկին իրենց հետ սեղան նստեցնել։ Էլ երբեք հետը կոպիտ չէին վարվում ու միշտ հարգում էին նրան։ Երբ սա ես աշակերտներիս կարդացի այս պատմությունը, ես ոչինչ չասացի, որովհետև սա չափից ավելի զգացմունքային կամ նեղ անձնական ընտանեկան հարց է, որ ես չէի կարող հատուկ ուշադրություն խնդրել երեխաների, թե գնացեք տուն, տեսեք թե ինչպես են ձեր ծնողներն ու կամ տատիկ պապիկի հետ վարվում, չէի դա կարող անել, ուրեմն ես լուռ մնացի, կարդացի ու նայում եմ նրանց դեմքերին։ Սա խոսում դասյանից մասին, ոչ թե հիմա, որ ես մի քանի աշակերտների հետ առանձին եմ պարապում, չէ, երբ ամբողջ դասարաններ ու իրենք սկսեցին խոսել։ Մեկը մյուսին ասում է, գիտեք, Հայաստանից եկած երեխաները չափից ավելի մտերիմ են, այնտեղ մեր հարևանություն շատ կար, եթե հիշում եք, դպրոցում, փողոցում ընկերներ շատ էին, իրար տուն շատ գնալ ունեին, ընկերությունը չափից ավելի մտերիմությունը կար, որովհետև փողոցում վտանգ չկար, խաղում էին երեխաները, բակում էին խաղում, երեկոյան պահմտոցիներ էին խաղում, մտերիմ էին, ուրեմն երբ որ իրար տուն էին գնում, նա նրա պապիկին էր շատ լավ ճանաչում, նրա տատիկին, տատիկն ու պապիկներն էլ արդեն իրենց թոռների ընկերներին առաջարկում էին, վայ արի բալաջան, մի բան եմ սարքել, գաթա եմ սարքել, կեր, այսինքն չափից ավելի մտերմություն ու ջերմություն կար։ Ու երբ այստեղ երբ կարդում էի սա երեխաներին, նրանք նայեցին իրար երեսի, ինչ-որ մենակ փսփսոց լսեցի։ Ու հետո ասեց եկեք բարձրաձայնենք երեխաներ, ես չեմ կարծում որ այստեղ, հետո ասեցի ես փայտե աման շատ սիրում եմ, իսկապես ես փայտե ամաններ շատ սիրում եմ, տարբեր տեսակի ունեմ, ուրեմն նրանք խոսեցին, մի երկուսը չանդրադարձանք ավելին, նրանք ովքեր չխոսեցին, հավանաբար նման մի բաներ նկատել էին, ոչ թե անպայման փայտե աման կամ հեռացնել սեղանից, այլ պարզապես երևի հարաբերությունների, գիտեք, հաճախ մենք չենք նկատում, որ երեխաները մեր կողքին շատ զգայուն են ու իրենք ամեն ինչ որսում են, ամեն ինչ ընկալում են, ուղղակի երևի գտնում են, որ իրենք փոքր են ու չեն կարող միջամտել մեր խոսակցություններին։ Բայց ինչևէ չեմ ուզում այսօր այս տխուր տրամադրությամբ ավարտել, ուզում եմ կարդալ նաև վերջապես մեկը, որ տատիկն ու թոռնիկն են, եւ սա շատ համով է, շատ սիրում եմ սա։ Իմ տատիկը փոքրիկ է, գրել է Գրիգորյան, Ն. Գրիգորյան, կոչվում է իմ տատիկը։ Իմ տատիկը փոքրիկ է, նրա ատամները դեռ դուրս չեն եկել, եւ քայլել նույնպես դեռ լավ չգիտի, դրա համար էլ փայտ է բռնում ձեռքին, բայց քիչ է քայլում, մի քիչ ման է գալիս ու ասում, ով հոգնեցի, եւ պառկում է ու սկսում կարդալ։ Շատ զարմանալի է, թե տատիկս ինչպես է սովորել լավ կարդալ, ատամ չունի, քայլել չգիտի, բայց կարդում է, սակայն չի հասկանում։ Ինձ նման Ալիսային կանչում է ու հարցնում. Բորի իսկական անունն ինչ է։ Աշակ երկրորդն ինչու գնաց Տիզբոն։ Եվ Ալիսան ամեն ինչ բացատրում է տատիկին։ Տատիկս հասկանում ու գլխով է անում։
ինձ նման։ Մի օր հանկարծ տեսա, որ տատիկս լաց է լինում։ Ինչու ես լաց լինում, տատի ջան, հարցրեցի ես, գնամ Ալիսային կանչեմ։ Չէ, ասաց տատիկս, տխուր գիրք է, լաց եմ լինում։ Ես վախեցա, նայեցի 4 կողմ, մայրիկը չկար։ Ասացի տատիկիս, լաց մի լինիր։ Տատիկ, մայրիկը կբարկանա։ Եվ տատիկը վախից սկսեց ծիծաղել։ Այստեղ հարց է առաջանում, թե երեխան ինչու հատկապես դա ասաց։ Անշուշտ պատասխանը լսում եմ, արդեն գիտեմ, չէ որ մենք հաճախ ենք մեր երեխաներին ասում, պապան կգա գջղայնանա, մայրիկը կգա գջղայնանա, սուս մնա, եւ բնականաբար նա տատիկին դա պիտի ասեր։ Սիրում եմ ձեզ էլ, ձեր տատիկներին էլ սիրելի մանուկներ, եւ բոլոր նրանց, որ շուտով պատրաստվում են տատիկ դառնալու։ Մինչ վաղ։